Բարի առավոտ բոլորիդ սիրելի հետևորդներ ջան։ Երեկ նշեցինք Սուրբ Սատիկը, ուրախ սրտով հարության տոնը նշեցինք։ Իսկ այսօր, որ օրը երկշաբթի է, պետք է այցելենք մեր հարազատների շիրիմներին, մեր հարգանքի տուրքը մատուցենք, ծաղիկներ խոնարհեցնենք եւ խունկ ծխեցնենք։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, դա նույնպես շատ կարևոր է մեր բոլորի համար եւ կարոտած սրտով շատ շատերս այցելում ենք մեր հարազատների շիրիմներին, թող որ բոլորի հոգիները լույսերի մեջ լինեն։ Ինչ լավ է, անձրևից հետո արևա բացվել, հետո լավ տաք օրը, ծաղիկներս լրիվ բացվել են։ Սիրելի հետևորդներ ջան, եթե դուք էլ ինձ նման ձեր բակերում ծաղիկներ ունեք, ապա կարող եք այդ ծաղիկներից քաղել եւ տանել ձեր հարազատների շիրիմներին։ Ես նույնպես այդպես եմ վարվելու եւ օրվա երկրորդ կեսին ձեզ կմիանամ։ Այս իմ աշխատանքային գործիքները մի հատենան որ կողքից եմ սկսում գործես, գործ, որ վաղուց հետաձգվում էր, ստի քարեր էլ կա պատից վերընգած, էտ էլ պետք ավիրունին պատի վրա դնեմ, այս պատի, շներս հավերը արև կող են անում, ինչքան ասում եմ դուշ չանեմ, էլի մեղքս գալիս են, մանավանդ որ տանն եմ ելում, դուս եմ հանում, սպիչկա էլ եմ բերել, կարողա պետք կգա, տենանք լավ, էդ արդեն գործի վերջում, ստի պետքա առաջին հերթին հավաքեմ, ու մինչև գործս սկսելը, սիրելի հետևորդներ ջան, ասեմ թե ինչ գործ եմ ուզում անեմ, այս շարքը թզի ծառեր են, ու պետքա սրանցով զբաղվեմ, արդեն բողբոջը նոր ուզումա երևա, նույնիսկ թզի ծաղիկնա շատ փոքր երևում, հեսա, օրինակ այս մի ճյուղի վրա 1, 2, 3, 4, 5, 6, 7, ճիշտ հաշվեցիք, 1, 2, 3, 4, 5, 6, 7, այո, մենակ այս ճյուղի վրա 7 հատ թզի ծաղիկ կա, խոշոր, համով, սրա վրա էլ կա, ուրեմն, քանի որ այս ծառը այն ծառնա, որ տակից էլի նոր ծառա դուրս գալի, հետո որ սկզբից դուրս է գալի, եթե միտք ենք ունենում տեղափոխելու, թողում ենք մի քիչ մեծանա, մի քիչ ծառաֆասոն դառնա, որ հանենք տեղափոխենք ու թենց բազմացնենք, նաև կտրոնով է բազմանում թզի ծառը, ճյուղը որ կտրում ենք, կամ հողի մեջ, կամ ջրի մեջ, ինքը արմատակալվում է, բայց ասեմ, որ եթե հողի մեջ պետք է տակը միշտ խոնավ պահենք, միշտ ջրենք։ Արևն են կողքն անցկացել, քամի չկա այս պահին, ցուրտ չի, բայց ես տակ եմ հագնվել ամեն դեպքում, բայց երևի ժակետս կհանեմ։ Ես շատ եմ սիրում, որ ծառից եմ կախում, համար ես ճուղկերը ներդում եմ։ Դերնացս հագնեմ նոր։ Այսի ձեներ են հանում։ Երև իրանք տեհան ես չտեհա։ Արդեն կշերուցեր եք անում, կանանչը դուս ապչել։ Կարալյոկի ծառերն էլ պետք է այտեմ, նրանց բողբոջն էլ է շատ փուճուր, նոր է սկսում բողբոջել։ Դե առատ ծաղկող ծառերն են ծաղկում, ասեմ, որ կարալյոկն էլ է ծաղկում, ցից կտամ։ Ինչ ենք անում, մի քիչ մաքրություն անեմ, հենց գործս փոխելով, այս կողմ, են կողմ, մի հատ այս գործը, մի հատ են գործը, մեկ էլ ստացվում է գործի ավարտը։ Մի հատ այս քարը վերցնեմ, այս ասենք, այն վենչ շների ոտի հետ է վերընկել, չալոն որ գալիս է, նրա ոտի հետ է վերընկել։ Опа, ես էլ ես մի կողքին
Սխտորը նոր ծլել է, այն առաջի շարը, որ ծլած ցանեցի, այն է մի քիչ շատ, այն մնացածը դեռ պուճուր է։ Ստի շար եմ պատի գլխին, որ փոցխը գցեմ, խնգար է ոչ էլի փոցխին։ Ստի դե որ ցեմենտ բիտոնով չպատած, հավն էլ թրջում է, ասենք վեր է անգնում, հիմի սենց դրել եմ, բայց թե չգիտեմ ոնց է ստացվում, ներքև են անգնում։ Ես էլ վերև եմ դնում, ինձ մար գործ է բացվում։ Այս սենց, վերեմ ես էլ ես մի կողքին դնեմ։ Անեմ, այս կողքից քաշեմ թեն, վերև այն կողքից քաշեմ, որ բերեմ այն ներքևը վառեմ, այս կողքը ազատ է էլի ծառերից, մի հատ էլ ճղկերը, շոք հատ հեչ է գլխարկ կդնեի, որ գլխարկ եմ դնում, հեշտ եմ ըլում, մազերիս հարցում հանգիստ եմ ըլում, աբադով դնել էլ չեմ կարում։ Ես ստեղ Հիմի ես գնամ, դուք տեհեք, թե իմ թզի ծառի սկիզբը որ մասից, հա։ Սիրելի հետևորդներ ջան, ու 4 հատ մեկ ծառ ունեմ, նա մեծացել եմ։ Այստեղ այդքան էլ ինչ-որ մաքրելի բաներ չկա, հետ ուղղակի քաշում եմ։ Ովքեր բաղ ու բաղ չունեն ու տան առաջին է ու հավուճիվ են պահում, ինձ շատ լավ կհասկանան, թե հավերը ոնց են քանդում։ Մանրմուներ քարեր էլ է ուտել, որը ավելի լավ, սիրում կհավաքվի։ Այս գործը, որ այսքան հետ էր ընկել, եղանակի անբարենպաստ լինելու պատճառով, ուշ չէ։ Ասի մի քիչ ձեր հետ կաշխատեմ, մի քիչ էլ առանց ձեզ կաշխատեմ, օրս հավեսով կանցնի։ Ընդհանրապես, որ մարդը զրիցահնգեր է ունենում, գործը թեթև անցկենում, բայց գործ էլ կա, կամ էլ ավելի ճիշտ, միշտ ասվել է, որ աշխատող մարդին զրիցով չեն անել, աշխատող մարդը պետք է առանց զրիցանել գործ անել։ Բայց թե առանց դրան էլ չի ինում, սիրելի հետևորդներ ջան, այդ զրիցանելու մահանումը այդ ընթացքում շունչ ենք քաշում։ Հասաստի ստյան դենն էլ մի 3 մետր տեղ կա քաշելու փոցխով, բայց մի փոցխս ցած եմ դնում։ Հետո ուզում եմ տենամ այդ ծառերը, եթե էտելու է էտեմ,
ձեռնոցը պետք չի, որից հետո անց կկենամ այդ տակի այդ ճյուղերը կհանեմ։ Մի հատ ուսումնասիրեմ։ Բայց ուզում եմ ասեմ լրիվ լավն են, ընդհանրապես թզի ծառը, հիմի եթե ես սա էտ եմ, թզի ծաղիկ չեմ վերցնի, բայց լրիվ թզի ծաղիկ կա, անգամ եթե միամի շուտ էտ ածել էի, բայց այդ ժամանակ էլ ասենք թզի ծաղիկ չենք վերցնում, միևնույնն է, ծաղիկը միշտ վերևի մասերում ա լինում։ Ու լրիվ էտ ձևը, ես արդեն հեռվից տենում եմ, լրիվ էտ վիճակն է։ Շատ փոքր, ինչքան ասեմ, ցորենի հատիկի չափով այդ թզի ծաղիկը երևում է, սիրելի հետևորդներ ջան, ուրեմն չեմ էտում։ Աշնան կողմը մի թեթևակի էտել եմ, էտ իրան հերիքը, որը պետք է եղել նրան էտել եմ, հիմի սկսում եմ էտ ծառերը տակից հանելը, անհետաձգելի գործ, որը կարևոր է, այսպես։ Սիրելի հետևորդներ ջան, մի հատ էլ առանց ձեզ եմ փոսխը գցել, քաշել, մի երկու բաներ մնացել, էնել եմ բերել ստի, արդեն պատրաստ է այս տարածքը, որ գործես սկսեմ, հազիվ տեսախցիկը իմ ձեռին է, կողքի չի դրած, մի հատ ուզում եմ իմ պատկերասրահը սաղի դե շանս տամ, ամբերա հվակվել, անձրևաբեր ամբերա, բեղմի թե քամին դվորը կպտտե, ինչ կանե, էտ էլ Տեր Աստծը գիտե։ Բալի թե իմ կրնուցելի, սաղի կրնուցելի, քանի որ հիմի սաղ գեղի մարդիկ էլ իրանց բաղչի գործերովն են զբաղված, եթե անձրև գա, գոնե քշերը գա, որ ոչ մի մարդու գործ չխնգարի։ Հանգարող բաները արմատախիլ ենք հանում, այս է բանջարները, այս այնքան կլծվի, ճաշեփել ու վաղտոման ենք կարի չենք գտնում, հետո մի անգամից լծվում է, լրիվ արմատախիլ ուզում անեմ, այս տարածքը սիրուն էլի, այն կողքի ծառից երկու շևը հանել եմ ու ոգևորված անցել եմ այս մեկին, այսենց, ստեղ երկու հատ կա հանելու, բայց ես էլ հանեմ, հա, պետք չի որ մնա, որտեղ համբեր են հվակվել, առանց խոսելու սկսեցի գործս անել, այ այսքան մոլախոտը, դե արդեն եթե էլ պետք չի բանջարը, բանջարը նույնպես մոլախոտ է համարվում, հեսա, սա կչորանա ու մի կողմ կգցեմ։ Ես էլ արոտի դուս եկան, ես էլ գործս սկսեմ։ Իհա փապկացնում եմ, ինչպես որ են մի ծառն եմ արել, մի հատ կողքի եմ բերում, իսկ եթե ասենք այս ճյուղը հանելիս չլնեմ, էլ կողքի չեմ տանում, արդեն մենակ սկսում եմ փապկացնել։ Այս ովքեր են։ Այսից, ես իմ գործին նայեմ, դուք էլ իմ վլոգը նայեք,
չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, ջերմ տողերով արգել եւ իմ ալիքի տեղը ցույց տալ ձեր լավ ընկերներին, որպեսզի նրանք էլ բաժանորդագրվեն եւ մեր YouTube-յան ընտանիքը էլ ավելի մեծանա։ Մի ստիպ հապկացնում եմ, սիրելի հետևորդներ ջան, որ Կարինան կողքի այդ ճյուղերը հանեմ արմատով, որպեսզի բազմացնեմ։ Նաեւ բարեկամիս եմ խոստացել, որ պետքա իրենց էլ տամ այս ծառից, իրենք էլ աճեցնեն։ Այս էլ հանեմ։ Սրան հավը չի ուտում։ Էլի բանջարն ուտում է, բայց որոշ, ասենք, մոլախոտեր կան, ինչքան սոված են իր հավը չի ուտում։ Իհա կողքերը փափկացնում եմ, այն մի կողքի ծառինը, որ հանեցի, նա մի քիչ բարակոտ էր, այս ավելի այս իրա ընդհանուր այդ բունը հաստ է։ Քանի որ եղանակը մի քիչ վախացնող է, ասենք, վախը ո՞րն է։ Չեմ ուզում անձրև կա գործս խափանի, անպայման ուզում եմ այս գործս անեմ, քանի որ հետաձգված գործ է, ու էլ պետք չի հետաձգել։ Ոյ, տակից փոքր դուսավարի հենա։ Պետք է հենց անեմ, որ այդ նոր դուսեկողներին էլ չվնասեմ, Մի հարց առաջանում, արդյոք կարամ ես առանձնացնեմ, ասենք այն մեկը բարակ է, էսա բերեմ ցույց տամ հանածս, այս կողմ եմ դրել, պատի գլխին եմ դրել, այս երկու ճյուղը հանել եմ, սիրելի հետևորդներ ջան, իրա արմատներով մոտեցնեմ, սրանք պատրաստի ծառեր են արդեն, թզի ծառեր են, այս կողմ բերեմ, աչքիս առաջ ելնի, Թե չէ պատահում է, որ զանգին ու զրանգին, հենց ինչ որ մի բան իրանց դիրը գալիս է, տանում են, խաղացնում են, ոյ, ստի տեղը անհաջող է, դիպու դվեր է, բայց չգիտեմ, կարամ ես արդյոք շատ է մեծացել էլի, արդյոք կարամ ես հանեմ, այս մեկը հաստատ կլնի, դե որ են հանեմ, են մինն էլ արդեն ժաշ կգնի էլի, աչքիս եղանակը գեղացու կրնուցնա, անձրև չարավ, թող կշիղ գա, ոյ վախեցի տնաշեն, լեղա ճոքեյլա, Անտրոները հարցակվել են մարիների վրա, Հատ իստակը փապկացնեմ, ուզում եմ, որ խոսք եմ տվել բարեկամիս, ամենալավը տամ էլի, սենց կա, չէ, որ մարդուն բան տալիս, ամենալավը տտամ, այստեղ հիշում ենք շաղկամը, թե ոնց են քաշքշում, որ հողից հանեն, այնանք ոնց կստացվի, քաշեցին, քաշքշեցին, շաղկամը հողից հանեցին, ես էլ քաշքշեմ, թզի ծառը հողից հանեմ, մի հատել ենք վերկենում ու կրկին փորձում, կշա, ծառի կսա ուտում, կշա, էրնապ քեզ, Այն նարցիսները քաղցր են, ուզում են ուտեն, այդ որ ասում էի, որ ճուտը մեծանում, ակատարն էլ հետն է մեծանում, հերթով ծողրուղու են անում, սենց, այդ կա հենց հանեմ, այս մայր ծառին չվնասեմ, Նաև իրան
չկոտրեմ հանկարծ, այսքան տուժվեմ, չարչարվեմ, հենց հանեմ, որ իր արմատը հետը հանեմ էլի, քանի որ թզի ծառը նաև շատ փխրուն է։ Ոնց որ թե անջատվել է, քիչ ա մնացել այ, օպ, ահա, այս բոթացները շատ հարմար է, չնայած ես ինչքան վաղտ է ուզում եմ կալոշ առնեմ, օպ, լա պատկես չկոտրեմ Աստված ջան, գործի թուն վաղտը, այս մի ծառը հանեցի, այ հենց այս ծառն էլ կնվիրեմ իմ սիրելի բարեկամներին։ Մի կողքից արմատը խորն է, ուզում եմ լավ հանեմ է, չնայած ինչքան ոչ ուր արմատել էլի, ինքը աճելու է, բայց հնարավորինս արմատով ավելի լավ է էլի։ Օպա, մենք ոչ թե շաղկամը հողից հանեցինք, այ թզի նոր ծառը, նոր տնկի, այ, այս սերնոսները շոքացնում ասիրել հետևորդներ ջան, ես էլ չեմ սիրում, ազատություն եմ սիրում, բայց պետք է իմ սիրուն շիլակը խնայեմ, ծառը հանեմ, այո, անտիր հանեցի սիրելի հետևորդներ ջան, մի հատ նայեք էլի, թե ես ինձ սիրուն թզի ծառ եմ հանել, նույնիսկ իրա վրա բերք կա, ջան, ես ազանգեմ կան տանեն, ուրա, այսպես, բարեկամ, բարին կամեցող, այսպես, ախ ես ինչ լավն էր հողին նստած, տաքած էլ ա հողը, հիմա ուզում եմ ես մեկն էլ հանեմ, բայց չգիտեմ, արդյոք կստացվի, նույն հաջողությունով թզի ծառը հողից հանել, աչքիս մի հատ ակլոր մորթեմ այսօր կա, չկա, թե չէ շատ են, հա, մի հատ էլ ես տանեմ Մանուշանեմ իրանց այդ համով միսիկները, այս էլ բերեմ բերեմ, այս օրինակ որ հանել է, մի քիչ բարակոտ է, սիրելի հետևորդներ ջան, մի հատ մոտեցնեմ տարբերությունը տեսեք, հա, այս հաստ է, էլի, այս է բարակա, ճիշտ է բարակը ավելի լավ է կպչում, ընդհանրապես կաթեց խոսք, որ բարակ ճյուղը ավելի հեշտ է կպչում, բայց թե այս էլ կկպչի, մի հատ ես իրանց զանգ ուղարկեմ, ասեմ, տեղյակ պահեմ, հետո էլի կմիանամ ձեզ, այս ոնցից լավ զգացի, որ իմ սրտով իմ ուզած ճյուղը ես հանեցի, ինչ շատ լավ զգացի, ախր, դա մի ուրիշ զգացողություն է, սիրելի հետևորդներ ջան, սիրելի հետևորդներ ջան, երկար չարչարվելուց հետո, ինձ հաջողվեց նաև այս մի ծառը առանձնացնեմ, արմատը հողից հանելու վաղտն է եկել, այն դժվար պահերը անց եմ կացրել, ու թե շաղկամը հանելու մի քանի հոգի եկան, ես այս գործը մենակ արի, գործից վախել պետք չի, ընդհակառակ պետք է գործին վախացնենք, արդեն շաշ եմ գցել, այս լպատկես, լա մի հատ չոքի մստի գետնի վրա, ձեռնոցնիս, շահավերը սիրուն երգում են, սկսում եմ քաշել, գլխում որ տեղից անջատել եմ, լա տենիք պիսել է իր արմատը, լա ես իչքան ա գնացել, արիստի, ոյ, երևի կտրեմ, հեփ խորն են ասպասի, դե որ այդքան գնացել ա, ուրեմն պետք ա,
Ինասի գնամ կիրկի բերեմ, կիրկին գիտեք չէ որ նա, են որ փորում են էլի, կտրող նաև այդ գործիքն է, կարող է այդ իմգրատով կտրեմ արմատը, պետք է կավել է այդ իմգրատը, ստի եմ դրել, այո, միշտ պետք է գործը մարդուց վախի, ոչ թե մարդը գործից, իր արմատը ջել-ջել ուտա, Եվ կտրեց սիրելի հետևորդներ ջան, լատենանք այս կողքին ինչ ասում, այդ իմ կրատը բերեմ ստի պատի գլխին դնեմ, ու մի հատ էլ փորեմ, որ քանի որ սա հաստ ուտա ինքը, աշխատեմ իր մեծ արմատներով հանեմ էլի, նորից եմ հիշեցնում, սիրելի հետևորդներ ջան, միշտ մեր մեծերն ասել են, որ մեծ ծառը դժվար է կպչում, այս անցյալ տարի պետք է հանեի, այս գործը անցյալ տարվանուց է հետաձգվում, դրամա էլ ասում եմ գործ, որ հետաձգվում էր, բայց լավ է ուշքան երբեք, ամեն բնագավառում, ամեն հարցում, այո, հանեցի, Ես մեկն էլ հանեցի սիրելի հետևորդներ ջան, մի հատ նայեք թեզ ինձ սիրուն թզի ծառա էլի, նորատունկ, ջան ուրախություն, մի հատ էլ այս ծառը ձեր հետ փապկացնեմ, ես դեռստի շատ գործ ունիմ էլի, շատ, ըստի քանի որ գլխավեր է, ըստի այսքանը հերիք է, Թզի չաշկեն շատ չեն մեծացնում, ստեղ արմատներ կա, թզի արմատներն է, քանի որ մենք վրիֆողը դեմն ենք տարել, ընդհանուր առմամբ թզի արմատնի մի քիչ երես է, էլի ես ոնց հասկացել եմ, այս էնց փապկացնեմ, լավ շնչի, հողը շնչի, ծառն է զարգանա, լավ բերք տա, բերք ու բարիք տա, հնությունն էլ օգնի, կարտիպ չգա, ցրտահարություն չանի, յուղացու երազանքը դա է, Այս արդեն մեծ ծառի արմատն է, այս է, ստենում եք սրել հետևորդներ ջան, բայց այս տակը տնեմ էլի, ծածկեմ հողով, այդ չեմ կտրում, այս որ ես կրանֆողը տեսնեի լցրել, այս թե մի հատ էլ ստի է, են մեկ մի ծառի վրա ինչքան ենք գործանում, են էլ ես պուճուր ծառի, Այն մեծ ծառերի վրա ոնց են գործեր անում, որ ծառը ծառ դառնա ու բերք տա։ Մի հատ էլ եզրերը սիրունացնեմ։ Այսից հավեսով։ Ես կողմ եմ բերում ես արմատը, Օլախոտի սիրունացրի։ Այսքան բան սիրելի հետևորդներ ջան։ Դե ես նույն ձևով շարունակեմ իմ գործն անել, դեռ 2 հատ ծառ կա, որ սենց պետք է այս ձևով տակի նոր աճած այդ նոր ծառերը հանեմ ու առանձին տնկեմ։ Գնացինք։ Ձեռնոցներս վերևը թողի երևի, հա։ Էլի կորցրի իմ ձեռնոցները։ Սիրելի հետևորդներ ջան, եկել է երեկոյան ժամերը։
Այդ ընթացքում որ կադրից դուրս եկա ու գործը շարունակեցի, արել եմ արդեն, տեսնում եք, 4 հատ թզի ծառ ունեմ, 4-ն էլ խնամել եմ, 3-ը երևում է կադրում, մեկը այս կողմում է։ Հավերս որ եկել էին արոտի այս բաց տեղը, ձեր են հենց դի, ես էլ ստեղ հարցակվեց։ Իհարկե չկարած իրասև գործնանի, քշեցի ես, բայց ամեն դեպքում հավերս ամեքը մի ծակուծուկ էին մտել, պատահում է որ մնում են մի թփի տակ, մի տեղ կուչ են գալի, մտնում են մի պատի արանք, հետո քշերը թենց էլ կենում են, մի խոսքով սաղին հվաքեցի իրար, մի շան հալի, հետո հաշվեցի, հաշվարկս ճիշտ էր, քանի որ արդեն այդ ծառերը, արմատակալները հանել եմ, որ նոր ծառ տնկեմ, ստեղադեր, ու արդեն պետք է տանեմ ցանեմ, հեսա, մի քանիսը չհաջողվեց, կոտրվեց, նաև այդ ապատահում, 3 հատը չհաջողվեց, քանի որ էդ էլ ապատահում դե գործի մեջ, ամեն ինչ էլ պատահում է, ամեն դեպքում ինչքան որ հանել եմ, ինձ հերիք է, իմ խոստացածն էլ գտամ, էդ էլ է հերիք, փաստորեն 3, 4, 5, 6 հատ ծառ եմ հանել, որ տանեմ տնկեմ, սիրելի հետևորդներ ջան, արդեն էսա ուր որ այա մութը վրա կընկնի, էս էլ իստեղ վերև եմ դնում, քանի որ ստի նաև ավելորդ մոլախոտերը լպատկով տվել եմ, գետնի տակիցը հանել եմ, մի հատ ամեն դեպքում մի հատ էլ կփոցխեմ, ազերս էլի հավաքեմ, այսենց, հետո գործը շարունակեմ, ահագին մոլախոտել եմ հանել մի խոսքով, մնացել այն կողքինը, դե հա, բաժար չի, էդ էլ էքուց կանեմ, ձեռնոցներս պատի գլխին եմ թողել, այ ընդի, այս էլ կքաշեմ, կսիյունացնեմ մի հատ, վերջնական, որը որ կոտրվեց, այն գրանն եմ դրել, ծառերը որ կետեմ, նրանց հետ կվառեմ կգնա։ Ես էլ մաքրեմ էլի, որ հերվիցը մտի կանեմ, տենամ, որ սիրուն գործ եմ արել։ Խաշեմ։ Չնա, ճիշտ այսա։ Կոտերը կաճեն, այս ամեն ինչը կծածկեն, բայց թե որ մենք գործ ենք անում, մաքրում ենք մեր տարածքը, մեր խիղճը հանգիստ է ալնում։ Մեն որ քարեր էլ էի հվաքել, այդ քարերը վեդրոն կլցնեմ, աղջիցը կհանեմ, վառելու բաներն էլ կվառեմ, սիրելի հետևորդներ ջան, բայց մի առաջին հերթին, որ կարևոր է, թեկուզ են քարերը չհանեմ, չվառեմ, առաջի հերթին պետք է փոսեր փորեմ, որ այս նոր ծառերը տնկեմ։ Եվ անցնում եմ այդ գործին, չգիտեմ, շարունակեմ վլոգը սեր հետ, սիրելի հետևորդներ ջան, միշտ երկար վլոգներ եք ուզում ինձանից, ամեն դեպքում, որ մասը որ պետք է տնկեմ, այս ուղղությունով, ուրեմն 1-2 տեղ կա, 2 տեղի տեղն էլ մաքրելու է ու ժամանակ կպահանջի ինձանից։ Եկեք սենց պայմանավորվենք, ես իմ գործը անեմ, հետո հաջորդ վլոգում իմ արած գործը ձեզ ցույց կտամ։ Եվ հիմա ավարտեմ վլոգը, սիրելի հետևորդներ ջան, դիմացով մեծ ծանր մեքենաներ են գնում, շատ ափսոս, իմ սխակների ձայնը ուզում էի լսեք իմ վլոգի ավարտին։